Կնշեք, թե ինչ հետևանքներ կարող է թողնել փորկապությունը մարդու օրգանիզմում։ Իրականում աղիները պետք է գործեն ամեն օր նորմալ ռիթմով, ձևավորված միկրոֆլորայի ճիշտ աշխատանքով։ Եթե ձեր աղիները գործում են 1, 2 կամ 3 օրը մեկ եւ առավել եւս եթե 1 շաբաթ, դա խոսում է արդեն այն մասին, որ նյութափոխանակության մնացորդները ժամանակին չեն հեռացվում օրգանիզմից եւ նրանք ձևավորում են աղիներում կամ գազավորում կամ բքնածություն, հնարավոր նույնիսկ ցավեր չառաջանան, ուղղակի չգործեն, բայց մարդիկ կան, որոնք ունենում են դրա հետևանքով, ինչպես ալերգիկ ռեակցիաներ, օրինակ մաշկային ցանավորումներ, քանի որ այդ արգասիքը պաշտպանական մեխանիզմով մաշկը փորձում է արտանետել դուրս։ Հաջորդը խոսում է այն մասին, որ լեղու կծկման խնդիր կարող է լինել, աղիների պերիստալտիկայի հետ խնդիրներ, նաև հնարավոր է որպես հետևանք բերի գլխացավերի, ճնշման տատանումների, եթե այդ վքնածությունը փորկապության հետ մեկտեղ է լինում, կարող է ճնշել սրտին, ունենալ սրտխփոցներ, նյարդային, նևրոզային վիճակներ, մկանային ցավեր, ընդհանուր ձգվածություն օրգանիզմում, անհանգստություն, տագնապ, վախեր, այսինքն այն տոքսինը, որը կմնա ձեր օրգանիզմում, կարող է ազդել տարբեր հյուսվածքների վրա։ Անհրաժեշտ է մաքրել բնական ձևով գործել աղիները, որպեսզի դուք ազատվեք մի շարք խնդիրներից։ Իզուր չեն ասում աղիները մեր երկրորդ ուղեղն են։